Բարև ձեզ, ես Սակուկյան Կուկնեմ Իսկանդերը և ես այսօր ձեզ կպատմեմ Իսահակյանի եղնիկի պատմությունը և սկսեցինք։ Մի անգամ մի ընկեր ես ուներ և ինքը որսորդ էր։ Ինքը բերեց մի հատ եղնիկ իմ երեխաների համար։ Այդ եղնիկը երեխու պես էր, ջրի մեծ սևուկ լավիկ աչքերով, պոճուրիկ, եղնիկի ձագ և երեխաներիս հետ նա ճաշում էր, խաղում էր, վազում էր։ Եվ նա թաքուն, երբ որ մենք գնում էինք, հելնում էր պատշգամբ և նայում էր այս սիրուն անտառները, իբր նա գտնում էր իր անդամներին, ընկերներին և իր կարևոր մարդկանց։ Մի օր եղավ, որ մեր մոտ եղավ ուժեղ փոթորիկ, այսինքն, և այդ փոթորիկը դառավ ավելի ուժեղ փոթորիկ և շրխկացնելով բացեց մեր պատուհանները և եղնիկը մի ցատկով գնաց դուրս։ Ես փորձեցի իրեն բռնել, բայց չստացվեց։ Այդպես ցույց տվեց, որ ընտանիքի անդամներից ոչ մեկ էլ քեզ կարևոր չի։ Եվ այսքանը վերջ, հաջողություն։ Եվ հիշեք, այս ինքն էր մեր Բոբիկը։